Հին Եգիպտոսում գոյություն ուներ այսպես կոչված գեղեցկության հավաքածու կամ կոսմետիկա, որտեղ առաջարկվում են գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու բազմաթիվ դեղատոմսեր։ Հին Հռոմում առաջինը բացվեցին գեղեցկության սրաներ եւ կանայք սկսեցին ահռելի գումարներ ծախսել իրենց երիտասարդությունը եւ կանացիությունը պահպանելու համար։ Կինը պետք է սիրի իրեն եւ իր մարմինը եւ իր հոգին, որպեսզի հետաքրքրի իր տղամարդուն։ Կանայք միշտ էլ հոգ են տարել իրենց արտաքին նկատմամբ, խնամել են մազերը, օծել իրենց մարմինը անուշահոտ յուղերով, սակայն երբեմն ամուսնությունն ու կենցաղը կարող են կնոջ մեջ կին լինելու ցանկությունը պարզապես սպանել։ Այսօր խոսում ենք կանացի գեղեցկության եւ նրա նրբագեղեցությունն ու ճաշակը պահպանելու մասին եւ հենց մեր առաջին հյուրը մեզ կփորձի բացահայտել այդ գեղեցիկ բանաձևը։ Մարգարիտ Եսայան, ընտանիքս իմ պահապան հրեշտակն է։ Մի անգամ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է նա. հեզ ու սիրող կին ընտանիքում եւ ակտիվ քաղաքականության մեջ։ Դիմավորում ենք Մարգարիտ Եսայանին։ Բարև ձեզ Տիկին Եսայան, ես իմ ժպիտը չեմ կարող զսպել եւ այստեղ սցենարում մի հարց կա, որը ես ձեզ պետք է տամ, բայց հարցի պատասխանը ես արդեն ունեմ։ Ամեն դեպքում տամ սցենարով գրված հարց է եւ այսպես. կենցաղը կարող է այնքան հոգնեցնել, որ կինը այլևս ի վիճակի չլինի զբաղվել իրենով։ Եթե երկար պատասխան եք ակնկալում, պատասխան կա իհարկե։ Իհարկե կարող է կենցաղը հոգնեցնել։ Իհարկե կենցաղը այսօրվա մեր կնոջը շատ է խեղդում։ Եվ բավականին փաստարկներ, պատճառներ են պետք, որպեսզի կամ հնարավորություններ են պետք, որպեսզի կինը կարողանա պահպանել իր գեղեցկությունը եւ կին մնալ։ Առաջին հերթին դա ֆինանսական է, առաջին հերթին բարոյահոգեբանական է, առաջին հերթին կյանքի որակի հետ է կապված։ Եվ մենք շատ ունենք մեր հասարակության մեջ կանայք, որոնք ցավոք կյանքի խնդիրներ ունեն, զուտ կենցաղային խնդիրներ ունեն, ընտանիքի հոգսերը հոգալու խնդիրներ ունեն եւ նրանք պարզապես ժամանակ, հավես եւ ֆինանսներ չունեն զբաղվելու իրենց գեղեցկությամբ։ Իսկ կյանքի որակը ընդհանուր սոցիալական մակարդակի մասն ենք խոսում, թե տվյալ ընտանիքում արդեն տվյալ ընտանիքի մասին, այո, ցանկացած ընտանիք ունի իր խնդիրները եւ այն ընտանիքները, որոնք ավելի բարեկեցիկ են, կարծում եմ այդ ընտանիքների կանայք ավելի են կարողանում իրենցով զբաղվել։ Թե չէ մենք գիտենք, որ հայ կինը նվիրումով կին է, ինքը իրեն նվիրող կին է եւ ինքը առաջին հերթին հոգետանում ընտանիքի մասին։ Ու երբ որ ընտանիքի հարցերը կարգին լուծված են եւ այլ խնդիրներ չունի, կինը կարողանում է ժամանակ եւ ֆինանսական հնարավորություններ ունենալ ինքը իրենով զբաղվելու։ Թեպետ ես մշտապես եղել եմ այն կարծիքին, որ կնոջ գեղեցկությունը ուղղակի հոգու գեղեցկություն է եւ մտքի գեղեցկություն է եւ տրամադրության գեղեցկություն է։ Եվ ցանկացած վատ իրավիճակում կինը կարող է ուղղակի իր հոգին մաքուր պահելով գեղեցիկ մնալ։ Համաձայն եք, բայց ցանկացած տղամարդու դուր է գալիս գեղեցիկ եւ խնամված կին։ Այս թեման զարգացնելու համար մենք հրավիրենք մեր հաջորդ հյուրին Սիլվիա Եղազարյան, հայոց աշխարհի մայր Թերեզա, այսպես է ինքն իրեն անվանում այս կինը։ Նա ունի 3 երեխա, 7 թոռ եւ 10 ծոր, բայց միշտ էլ փորձել է իրեն խնամված պահել։ Դիմավորում ենք Տիկին Եղազարյանին, բարև ձեզ։ Թոռ, ծորնատեր կինը ինչպես է կարողանում ժամանակ գտնել իրեն այսպես գեղեցիկ խնամելու համար։ Այդ թոռները, ծորները, որ գալիս են տատիկի տուն, ժամանակ թողնում է, որպեսզի դուք հասցնեք զբաղվել ձեզնով։ Թորներս, ծորներս, երբ որ գալիս են մեր տուն, ամեն մեկը հետաքրքրում է, վայ տատիկ ջան, այս շորը որ ակել ես, շորի կոշիկը ուր է, ինձ խիչ ես ակել։ Այրեն գիտեն նույնիսկ կոմպլեկտները։ Իսկ հիմա արդեն երիտասարդների խորհուրդներին հետևում եք, թե ոչ։ Ասենքն այսօր ինչ տենդենսներ կան, նորաձևությունն ինչ է թելադրում։ Չէ, գիտեք ինչ, ամեն մարդ իր ճաշակն ունի, իր նորաձևությունը, դե պարտադիր որոշում չի, որ մեկի կարծիքը հաշվի առնել նորաձևությունն իր վրա օգտագործել։ Եթե մարդը ինքը սիրում է, ակուրատնի է, թողա տենց լինի, թող կողքինի կարծիքը պարտադիր չի, որ նույնը լինի։ Լսել եք այսպիսի արտահայտություն բաբուշկին սունդուկ, տատիկի սունդուկը, որի մեջից հայտնաբերում են շորեր, որոնք արդիական էին այն ժամանակ։ Ունեք այդպիսի մի սունդուկ կամ պահարան, որտեղ պահպանված են այն ժամանակվա գեղեցիկ շորերը։ Ունենք։ Իսկ թորնիկները չեն գալիս օգտվում ինչ որ պարահանդեսների ժամանակ այդ շորերից։ Գալիս են, թորնիկները շատ սիրում են։ Տատիկ ջան, էս ինչ լավն է, երբ որ ուսանող էի, ես այդ ուսանողական ժամանակվա շորերը ունեմ, դեռ պահպանվում է։ Թորնիկներս երբ որ ուսանող էին, գալիս էին, տատիկ ջան, էս ինչ լավն է։ Իշտ նիհար ես էլ, տատիկ ջան, ինչ լավ է, մենք էլ կարանք հագնենք։ Տանում են, հագնում են։ Բա ոնց։ Տիկին Եսայան, հիմա նորաձևությունը ինչ որ ռոտացիոն շրջանի մեջ է, չի, անընդհատ վերադառնում ենք կամ 60-ականներին, հետո 70-ականներին, հետո 80-ականների
Միշտ այդպես եղել։ Ամբողջ կյանքի ընթացքում Նորաձևությունը լավ մոռացված հինն է, որը ժամանակ առ ժամանակ կենթանանում է։ Իմ լուսահոգի կեսուրը դերձակուհի էր շատ հայտնի եւ ժամանակին ինքը հենց դրանով էլ առաջնորդվում էր, այսինքն բոլոր այն ձևերը, որ ինքը ընտրում էր իր հաճախորդների համար, իսկ դրանք ժամանակի համար հայտնի կանայք էին, նա հենց առաջնորդվում էր հնի նորացված ձևերով եւ կարծում եմ այդ քո նշած ստատիկի սունդուկ հասկացողությունը լավ կլինի, որ մենք պահպանենք, որովհետեւ երբեմն դրա միջից այնքան հետաքրքիր սիրուն բաներ են դուրս գալիս, որ այսօր դու որևէ տեղ չես գտնի։ Ցավոք այսօր մեր խանութները եւ մեր տոնավաճառները լցված են այսպես շիրպադրեպ հագուստներով եւ ուղղակի դժվար է այդ բազմազանության մեջ ընտրել ճաշակովը եւ լավը եւ ուղղակի կեցեն են կանայք, որ կարողանում են այդ համատարած բանի մեջ ընտրել ճիշտը ճաշակովը եւ այն տեսակը, այն ձևը, որը իրենց է սազում եւ որը ընդունելի է հասարակության կողմից։ Ես առաջարկում եմ դիմավորենք հիմա մեր հաջորդ հյուրին, նրբազգաց ու միշտ կանացի Նաիրա Գորջինյանին Ջեզել խմբի հիմնադիր ղեկավար։ Բարև ձեզ։ Ես փորձում եմ թարմացնել իմ հիշողությունը, կարծեմ իրար գիտենք մոտավորապես 15 տարի, աշխատում ենք միասին բազմաթիվ պրոյեկտներում, 15 տարվա ընթացքում որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Հիմա սա լավ է թե վատ, ես չեմ կարողանում արդեն հասկանալ։ Հնարավոր չի փոփոխություն չտեսնես, որովհետև համենայն դեպս դու իմ այնց չես շփոթում ծնողի հետ, որովհետև առաջին մեր հանդիպումը ես հիշում եմ, որ մենք պայմանավորվել ենք դրսում, պետք է ծրագիր նկարեր, եւ ես այո, եւ մենք խմբով եկանք, մոտեցանք, ես երեխաների հետ կանգնած խոսում եմ եւ մեր մեջ կար մի հատ ծնող։ Էրիկը մոտեցավ, հենց ամբողջապես այդ ծնողին, ասեց բարև ձեզ, տիկին Նաիրան դուք եք, ասեց ոչ, ինքն նոր հասկացա, որ ես եմ, ինձ թվում է հիմա չես շփոթի արդեն երիտասարդ աղջիկների հետ, համենայն դեպս փորձում եմ ամեն ինչ անել, որ գիտեք, երևի դա ավելի շուտ ոչ թե ես եմ փորձում ինչ-որ մի բան անել, ուղղակի իմ շրջապատը, որ անընդհատ անմեջ երեխաների հետ եմ, երիտասարդների հետ եմ, երևի դա էլ տալիս այդ հնարավորությունը լինել միշտ չգիտեմ, երիտասարդ հոգով համենայն դեպս։ Բայց տատիկ եք արդեն։ Կամերայի առաջ չգիտեմ պետք է ասել սա թե ոչ, բայց Այո, ես գիտեք ինչ, ես ասենց у меня чувство гордости, հայերեն պարտության զգացում։ Да, հպարտության զգացողություն ունեմ միշտ, որ ասում են թորնիկ ունես, այո, ունեմ, ես շատ հպարտ եմ եւ չգիտեմ, դա երևի միշտ ասում եմ, ես չգիտեմ, ես ինչ մեծ բան արեմ, ընդհանրապես կյանքում արել եմ, որ Աստված ինձ այդպիսի sense մի հատ sense հրաշալի մի հատ բարիք ապարգևել։ Ձեր ընտանիքը պարզապես գեղեցիկ կանանց միություն կարծես թե լինի, ամբողջ ընտանիքի կանայք շատ գեղեցիկ են, խնամված, լավը, հիմա ձեր թորնիկ աղջիկ է թե տղա։ Իհարկե աղջիկ են ինձ։ Իհարկե աղջիկ։ Մայրիշխանության ինչպիսի մի քարոզում գնաց հենց հիմա Արայնը Իհարկե աղջիկ է։ 4 քույրիկ ունեմ, 2 հատ աղջիկ ունեմ, իհարկե պետք է թորնիկ ունենայի, ոչ թե թոր։ Գոնե շուն ունեք, որը որսնի։ Ոչ։ Ոչ։ Դա իսկ մեր միակ տղամարդն է, դա իմ հայրն է։ Ահա, հասկացա։ Բայց թորնիկը արդեն սկսել է հարցնել տատիկի, հետաքրքրվել տատիկի կոսմետիկայով, թե այդ բաներով չի։ Ծնված օրվանից։ Վայ։ Այո։ Ես կարծում եմ, որտեվ խաղալիքները իրան չի հետաքրքրում, եթե ուզում ենք կերակրենք կամ մի բան, ուրեմն պետք է հանենք ինչ-որ պուդրա, տուշ, որ ինքը զբաղվի եւ կարողանանք կերակրենք։ Ես ուզում եմ մի հարց ձեզ ուղղել, հիմա տեսեք, կնոջ, մոր, քաղաքական գործչի, շատ ակտիվ մշակութային գործչի կերպարը համատեղելի է ձեզ համար։ Իհարկե։ Կարծում եմ պատասխանները հենց հիմա մենք մեր մյուս տեսախցիկում խոշոր պլանով կարող ենք տեսնել եւ բարձր ծափահարել այս կանանց երիտասարդ, որոնք կարողանում են միաժամանակ պահպանել իրենց կանայքությունը եւ նաեւ լինել այսքան գեղեցիկ ու խնամված։ Դիմավորենք մեր հաջորդ հյուրին, Հայաստանի վաճառականներ հասարակական միության նախագահ Սոլվարդ Գևորգյանին։ Ողջույն, Սոլվարդ։ Գիտեք, խոսեցինք մի շատ տակիր թեմայի մասին, Տիկին Եսայանը ասաց, որ այսօր ցավոք սրտի բացի տատիկի սունդուկներից ընդհանրապես խանութներում կարելի է գտնել շիրպատրեպ կոչեցյալ այդ ապրանքը եւ որոնց միջից շատ դժվար կլինի կնոջը ընտրել որևէ հագուստ կամ ընդհանրապես որևէ ապրանք, որով նա կլինի խնամված։ Թույլ տվեք ձեզ ընդհատեմ։ Երբ կանայք խոսում են, ես պետք է լռեմ։ Այլ տարբերակ պարզապես չունեմ։ Թույլ տվեք այդ հարցին չանդրադառնալ, որովհետև դա ինձ այնքան է հետաքրքրում, ինչքան անցյալ տարվա ջունը։ Մենք ավելի կանանց համար ավելի ակտուալ եւ ցավոտ խնդիրներ ունենք, քան ձեր բարձրացրած հարցը։ Շոր կգտնի, չի գտնի, մեկա Թուրքիայից բերած շորերը հակնելու հայկինը։
Այլ տարբերակ մենք չունենք, ոնց որ մենք ոչ կարող ձևով ունենք, ոչ լավ դիզայներներ ունենք, հեղեղվածա Թուրքիայով, ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Բայց ինչի է այդ թեման զարգացում, չէ՞ որ ձեզ ձեռնատու է, որպեսզի վաճառականները կարողանան ամեն դեպքում։ Ներողություն, ես այսօր չեմ եկել վաճառականների մասին քննարկելու, ինչ են ծախելու, ինչ են առնելու։ Դա թուրքական, թող լինի թուրքական, թող լինի։ Թույլ կտակ ես ինչ մտածում եմ այն ասեմ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Այսօր մենք ոչ թե պետք է խոսենք կինը ինչա հագնում, ինչա քսվում, ինչա ուտում, այլ նայենք նրա սոցիալական վիճակին։ Ես այսօր ապրում եմ գյուղում։ 7 տարի է գնացել եմ քաղաքից, վաղուց տուն եմ սարքել ու գնացել եմ գյուղում եմ ապրում։ Շատ սիրուն գյուղ է։ Ես այսօր կուզեի, որ խոսեինք գյուղի կանանց մասին, որոնք շատ մեծ խնդիրներ ունեն։ Երբ ես գնացի այդ գյուղում ապրելու 4 տարի առաջ դպրոցում սովորում էր 340 երեխա։ 4 տարի անց այս տարի այդ դպրոցում սովորում են ընդամենը 260 երեխա։ Այսինքն 80 երեխա հաշվեք, որ գնում են ծնողները եւ հատկապես տղամարդիկ։ Որ գյուղն է։ Եվ գյուղի կինը մնում է կռիվ տալու։ Ես ապրում եմ Աշտարակի նախկին Ձորապ, այսօր Աղցք գյուղում։ Շատ սիրուն գյուղ է։ Եվ կանայք մնում են կռիվ տալու եւ հողի հետ, եւ հագուստի հետ, եւ երեխայի հետ, եւ դպրոցի հետ։ Սա խնդրեմ է։ Թե կինը ինչ կհագնի գյուղում, ինչ ենք մոռանում, ինչի մենակ քաղաքի այս իրուն աղջիկներ են նստած, իրանք լավ գիտեն մոդան։ Բայց այդ խնդրեմը միան գյուղին չի վերաբերվում։ Եվ քաղաքին է վերաբերվում, այսօր ես տղամարդիկ գնում են ինչպես դուք հիշում եք հաղորդման հենց սկզբում, երբ որ Էրիկը ինձ ներկայացրեց, ես հենց այդ խնդիրը առաջ քաշեցի, որ այսօր ցավոք սրտի մեր կանայք այնպիսի վիճակում են, որ առաջին հերթին իրենց ընտանիքի հոգսերով են զբաղված, իրենց երեխաների եւ հետո նոր միայն իրենց գեղեցկությամբ։ Եվ այո, ես համամիտ եմ, որ գյուղում կանայք այսօր ավելի քիչ ժամանակ ունեն եւ ավելի ծանրաբեռնված են։ Բայց զբաղված կին ինչպես նաեւ ես այստեղ կարծում եմ խոսքը զբաղված եւ ամենօրյա աշխատանքով զբաղված կնոջ մասին է, որը բայց դա կարող է արդյոք արդարացում լինել, որպեսզի կինը լինի անխնամ։ Չէ, իհարկե չի կարող լինել։ Իհարկե չի կարող լինել, այսինքն եթե կինը մաքուր չի եւ չի հետևում իրեն, այսինքն ոչ որևէ մեկը խնդիր չի դնում, որ գնա ամենաթանկարժեք զարդերը եւ ամենաթանկարժեք հագուստները հագնի։ Բայց այստեղ խնդիրը դրված է կնոջ կանացիությունը։ Ես իմ մայրը տարիներ շարունակ նվիրել է իրեն մեր ընտանիքին, իր երեխաներին եւ իր ամուսնուն։ Եվ ինքը ոչ մի անգամ ինքը իր համար չի ապրել, ցավոք։ Եվ իր գիտեք խորհուրդը ինչն էր։ Ինքը ասում էր՝ մի քիչ ինքներդ ձեզ սիրեք։ Ինքը 2 աղջիկ ուներ եւ մի տղա։ Իմ մոր խորհուրդը մինչեւ վերջին շունչը դա էր, որ մի քիչ ինքներդ ձեզ սիրեք, մի քիչ ինքներդ ձեր համար ապրեք։ Ես իմ կյանքը նվիրել եմ ձեզ բոլորիդ, բայց հիմա իմ կյանքի մայրամուտին ես մի քիչ ափսոսում եմ, որ այդպես եմ ապրել։ Կինը մի քիչ դրական իմաստով էգոիստ պիտի լինի եւ ինքը իրեն սիրի, կարծում եմ։ Ես առաջարկում եմ այս բանին մեր զրույցը ընդհատենք եւ դիտենք մի տեսանյութ, որտեղ ապացուցում է, որ բոլորովին էլ պարտադիր չէ ապրել քաղաքում, գյուղացի կինը նույնպես կարող է լինել խնամված եւ դա ապացուցում է տեսանյութի հերոսը։ Ես ավելին ասեմ, մենք կարող ենք բոլորս էլ համոզված լինել, որ շատ գյուղական տներ այցելելիս հենց տան մաքրությունն իսկ կարող է խոսել կնոջ եւ նրա ընդհանրապես վարք ու կարգի մասին եւ գյուղական տուն կարող ես մտնել, որից կարող է հոտ գալ, գյուղական տուն կարող ես մտնել, որից պարզապես հիացած կարող ես դուրս գալ։ Մեր հայացքն ուղղենք էկրաններին այս բանը։ Ապրում եմ Ակնաշեն գյուղում, մասնագիտությամբ ուսուցչուհի եմ։ Եվ դրա հետ մեկտեղ մշակում եմ հող, բայց դա չի խանգարում բոլորովին, որ խնամված լինեմ, որովհետև գտնում եմ, որ կինը միշտ պիտի խնամված լինի, անկախ ամեն տեսակի գործողություն կատարելուց, լինի հողամասում, լինի, ասենք, ուրիշ աշխատանք։ Իհարկե, կինը պետք է միշտ իրենով զբաղվի, իրեն հետևի, որքան էլ որ ընտանեկան հոգսերը, ընտանեկան աշխատանքը, դրսի աշխատանքը թույլ չտան, ամեն դեպքում պետք է կինը զբաղվի իրենով, հետևի իրեն։ Գիտեք ինչ, ընդհանրապես եթե մարդը աշխատում է, կարողանում է իր օրվա ռեժիմը կարգավորել այնպես, որ կարողանա այդ ժամանակի մեջ տեղավորվել, եւ աշխատել, եւ խնամվել, եւ դրսի աշխատանքում աշակերտների հոգսերով զբաղվել։
Ես կարծում եմ, որ սա ասվածի վառապացույցն էր եւ ամեն դեպքում ես ուզում եմ փորձենք հիմա միասին դուք 4 կանայք եւ ես մի փոքր հասկացող կամ միգուցե ընդհանրապես ոչինչ չհասկացող այս գործում փորձենք հասկանալ զբաղված կին դինելը կամ գյուղացի կին դինելը արդյոք նրան խանգարում է դինել խնամված եւ գեղեցիկ ու ցանկալի իշ տղամարդու համար։ Խոսքը հենց այս մասն է։ Ոչ մի դեպքում։ Ինձ թվում է չի խանգարում զբաղվածությունը։ Ցանկություն կա, ինչի պիտի խանգարի։ Այդ դեպքում ո՞րն էր ձեր հարցը, Տիկին Ծորվարդ, դա եմ ուզում հասկանալ։ Շատ ցանկալի է եւ կարծում եմ յուրաքանչյուր կին ուզում է Երևալ տեսքով լինել խնամված, լինել գեղեցիկ, բայց ասում եք իր տղամարդու համար։ Մեր գյուղում տղամարդկանց 70%-ը դրսում է։ Բայց ինչ է դուք անպայման իր տղամարդու համար կան նաև երեխաները, կան նաև մեծերը, տատիկները, պապիկները, որոնք էլ պետք է աչքը պետք է ինձ թվում է որ վիզուալը շատ մեծ կապ ունի։ Աչքը պետք է միշտ գեղեցիկը տեսնի։ Համ երեխեն, համ թորնիկը, ինքը պետք է ծնվի ու տեսնի անընդհատ որ սիրուն է, գեղեցիկ է, մաքուր է։ Եթե դա չտեսնի, ապա ինքը, չգիտեմ, ինձ թվում է դա այդ վասպիտանիա, դաստիարակության մի մասնիկն է։ Եվ գյուղում դա ավելի հեշտ է արվում, որտեղ գյուղում կա լավ կաթի սմետան, սերուցքը վերցրեցիր, քսեցիր երեսիդ, մի քիչ աշխատեցիր, լվացիր ու մաշկդ հիասքանչ տեսք ունի, պարտադիր չի մեծ գումարներ ունենալ, գնալ ինչ-որ կրեմներ գնել եւ այլն, կամ վարունգը հանեցիր, մաքրեցիր, դրեցիր երեսիդ, կարևորը մարդ ուզենա դա անել։ Սա կոչվում է կենցաղային խորհուրդներ Նայորը Գուրջինյանից, հենց այս պահին կանացի հմայք եւ խնամքը պահպանելու համար։ Այդ փաստորեն տնական կենցաղային միջոցներն էին։ Ճիշտն ասած, ես էլ շատ քիչ ժամանակ ունեմ, որտեղ զբաղված եմ, ահավոր զբաղված եմ եւ ամբողջ տան հոգսերը իմ վրա է, բայց ես դա օգտագործում ինչ որ հիմա արեցի, եթե ես ինչ որ բան եմ պատրաստում, խմոր եմ, օրինակ վարքյանական, սենց վազեցի, ձվի դեղնոցը, ռաս կսեցի ու շարունակում եմ ինչ-որ բան անել, գնացի սա լվացի, վարունգը կսեցի, շարունակում եմ ինչ-որ բան անել եւ այլն եւ այլն։ Եվ ինձանից դա չի պահանջում, չգիտեմ ինչ գումարներ, երբեք չեմ ծախսել, չգիտեմ ինչ գումարներ, որ գնամ չգիտեմ ինչ վարսավերանոցներ կամ գնամ չգիտեմ ինչ, համենայն դեպս ինձ թվում է որ կարևորը որ այդ чтобы было желание։ Ես ուզում եմ լրացնել ուղղակի Նայրային, ամբողջովին համամիտ եմ, կիսում եմ իր ամբողջ այդ մտքերը, որ ինքը հայտնեց, բայց մի բանի մասին եմ ուզում ասել, որը լրացնում է ուղղակի սրան։ Վերջերս ես մի բան գտա, մի ստատուս, այսպես կոչված Facebook-յան, որը կոչվում էր գեղեցկության գաղտնիքը։ Ուրեմն մի կնոջ հարցնում են դու ինչու ես, այդ ինչ ես անում, որ դու այդքան գեղեցիկ ես։ Ասում է իմ բերանը, իմ խոսքերը միայն բարություն են տարածում։ Իմ հայացքը միայն ջերմություն ու սեր է տարածում։ Եվ ես ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն սիրում եւ ովքեր ինձ անիծում են, ես աղոթում եմ նրանց համար։ Ես կարծում եմ մենք պիտի հենց այդտեղից սկսենք, այսինքն հոգու գեղեցկությունը, այո, պարտադիր, բրավո, ճիշտ է։ Ես առաջարկում եմ մենք խոսենք նաև մի շատ կարևոր փաստի մասին, որն է գեղեցկությունը պահպանելու բյուջեն։ Այսինքն, եթե այսօր շատ կանայք կարող են հարց բարձրացնել, այդքան փող որտեղից ծախսեն գեղեցկության սրահներում, իդեպ գեղեցկության սրահներ, որոնց բիզնեսը դեռևս 9 հռոմի ժամանակներից է գալիս, ապացուցենք, որ այդքան էլ մեծ բյուջե պետք չէ։ Եվ այսպես հրավիրենք մեր հաջորդ գեղեցիկ տիկնոջը, նկարչուհի Լիաննա Բատորին, գեղեցկուհի, կրկոտ ու գայթակցիչ։ Համաձայն եք հաճելի է տղամարդու համար, երբ կինը լինում է խնամված, գեղեցիկ ժպիտով եւ ամենակարևորը հոգու բարությունը նրան տալիս է իր արտահայտչաձևը նաեւ դեմքի վրա։ Սա ապացուցում է նաեւ ձեր դեմքը։ Բյուջեն մեծ է արդյոք ձեր կանացիությունը եւ գեղեցկությունը պահպանելու համար։ Դե գիտեք, մի քիչ գեղեցիկ չի լինի, եթե ես սկսեմ այդ թեմայով խոսել, քանի որ իմ տարիքը ինձ ներում է, որովհետեւ ես պարտադիր չի ինձ լիքը ջանքեր տրամադրել, ինչ որ խնամված տեսք ունենալու համար, քանի որ տարիքս ներում է։ Ուրիշ բան, երբ որ արդեն տարիքով կին է եւ ինքը խնամված է, այդ ուրիշ հարց։ Իսկ իմ տարիքում թե Տիկին Ծորվարդի վրա եւ թե ամենայն հայոց Մայր Թերեզայի վրա, այստեղ կանգնած են գեղեցիկ, հմայիչ, խնամված կանայք,
Տիկնայք, որքան բյուջե հարկավոր։ Այսօր մենք կարծում եմ էկրաններից այնքան կլսենք բազմաթիվ, բազմահազար բողոքի այսպես դեմքեր, որ կտեսնենք բողոքի դեմքեր, որոնք որ կասեն ախր այդքան փող մեզ որտեղից։ Բոլոր խաղերը խաղացել էինք, մնաց Սարի Սմբուլը, ինչպես արտահայտվեցիք դուք։ Ինչքան փող է անհրաժեշտ։ Ես խնդրում եմ հիմա ասեք, ինչքան փող է անհրաժեշտ, որպեսզի կինը պարզապես լինի խնամված եւ գեղեցիկ ու հմայիչ տեսք։ Ոչ մի կոպեկ։ Ոչ մի կոպեկ, վայ։ Այո։ Ես համամիտ եմ, ոչ մի կոպեկ։ Ես ինչ եմ անում, որ խնամեմ գումար ծախսել։ Ես այդ գումարները կծախսեմ թորներից, ծորներից, ընտանիքիս վրա։ Ես ինչ կամ եմ, միայն կարելի է ակուրատի պահել եւ իրանում մի քիչ զբաղվել։ Հիմա ձեր ասածը, մի քիչ էլ ապրեք ձեզ համար։ Հիմա եթե ապրեք ձեզ համար, ընտանիքի բոլոր հոգսերը արդեն վերջ, ավարտված են, հոգացել եք ամեն ինչ, հիմա պետք է ապրեք ձեր համար։ Որքան է անհրաժեշտ մի կնոջը պարզապես լավ տեսք ունենալու համար։ Ուղղակի ցանկություն է պետք է ստացվում։ Չեն խոսում, բյուջեից ոչ ոք չի խոսում։ Ես նախապես ասեցի, բյուջեն ինչքան շատ, այնքան լավ ընդհանրապես, եւ երկրի համար, եւ պետության համար, եւ ընտանիքների համար, եւ յուրաքանչյուրի համար։ Եվ կոսմետիկայի համար։ Եվ կոսմետիկայի համար, ինչքան շատ, այնքան լավ։ Բայց ես կարծում եմ, որ այո, իրոք միայն ցանկություն է պետք, եւ ես էլի մնում եմ իմ կարծիքին, որ մարդու հոգեկան վիճակը, հոգու վիճակը քիչ մենք կոսմետիկա կօգտագործենք, այդքան լավ։ Ես երբեք չեմ օգտագործել կոսմետիկա։ Ես դրա մասին եմ ուզում ասել։ Բաշերտներն ինչ է։ Ես երբեք չեմ օգտագործել։ Բաշերտներքը։ Շրթներքը կոսմետիկա չի։ Ինչ կոսմետիկա, արդեն շրթներքը։ Չէ, ուղղակի գիտես ինչի համար եմ ասում, որովհետև ես հիշում եմ միշտ իմ մայրիկին, որը ընդհանրապես ոչ մի բան չի օգտագործել կյանքում եւ շատերը կարող են ուղղակի նախանձել, այո, իր մաշկի համ գույնին, համ որակին, համ ամեն ինչին։ Ոչ մի բան, բնական հյութերով, բնական, ինչքան հնարավոր է բնական հյութերով օգտագործեք եւ վերջ։ Մեր տանը հյուր ունեինք 3։ Մի 14 տարեկան աղջիկ խոսք գնաց ինչ որ մի հայտնի դեմքի մասին կին։ Ասեց, «Վայ, ես դրան չեմ սիրում»։ Ասեցի, «Ինչի»։ Ասեց, «Շատ գեշ է»։ Ասեցի, «Բայց նայում ենք հեռուստատեսությամբ», ասում եմ, «Ես իրան տեսել եմ առավոտ շուտ»։ Նայելու բան չէ։ Երեխու խոսքը։ Ես Այս կադրը խնդրում եմ մի քիչ լավ տալ, որովհետև ես սիրում եմ գեղեցիկ կանանց կողքին կանգնել։ Հա։ Մենք էլ քեզ կգրկենք այսպես։ Ես ուզում եմ հարցնել, Տիկնայք, կոնկրետ հեռուստատեսության եթեր գալուց առաջ այցելել եք գեղեցկության սրա թե ոչ։ Ես ոչ, ճիշտ ասած, օրինակ ես ոչ։ Ես այցելել եմ միայն մազերի համար։ Հա։ Եվ ինչքան գումար պահանջեց այդ գեղեցկության սրահից դուրս գալու համար։ Շատ քիչ, 1000 դրամ։ Վերջ։ Այսինքն ցանկության դեպքում կարելի է ամեն ինչ ունենալ։ Ես առաջարկում եմ հրավիրեք մեր հաջորդ հյուրին եւ զարգացնենք մեր զրույցը բոլորովին այլ թեմայով։ Կարինե Դանելյան, բնապահպան։ Այս տիկնոջը մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք Ազատ գոտու տաղավարում խոսելիս տարբեր թեմաների մասին։ Բայց նա համոզված է, որ շպարի արկայությունը դեռևս չի խոսում կանացիության մասին։ Նրա կարծիքով կնոջը կին դարձնում է նրա ինտելեկտը։ Ես ասեի նաև ինտելեկտը։ Իսկ թե շրթները աչի ձախ է գցած թե հակառակը բոլորովին էլ կարևոր չէ։ Բարև ձեզ Տիկին Դանելյան։ Շնորհակալություն, որ եւս մեկ անգամ ընդունեցիք մեր հրավերը եւ այսօր մենք խոսում ենք կանացի գեղեցկության, խնամքի, այդ գեղեցկության պահպանման, երիտասարդության մասին, թե ինչքան միջոցներ են ծախսվում, կամ միջոցներ պետք են, թե ոչ։ Այս ամենը պետք է կնոջ, թե ոչ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Տիկին Ցոլվարդը արդեն խոսեց նրա մասին, որ այսօր մեր հանրության խնդիրները այնքան շատ են, կնոջ խնդիրը այնքան շատ է, որ այսօր կոսմետիկայի մասին խոսելը, ու կանայք խոսեցին, եկեք ես մի քիչ ուրիշ բաներից խոսեմ, լավ։ Եթե իրոք գյուղում ասվեց, հա, տղամարդկանց 70%-ը դուրսն է։ Հիմա դուք ասում եք կինը ինչպես պետք է տեսք ունենա, որ գեղեցիկ լինի եւ այլն։ Կինը որ մտածում է, որ ամուսինը դուրսն է եւ արդյոք ընտանիքը պահպանվելու է թե ոչ։ Ամբողջ ընտանիքի հոգսը այդ կնոջ ուսերին է։ Այդ պահին կինը շրթներքի մասին չի մտածում իմ կարծիքով։ Այնպես որ խնդիրները շատ ավելի շատ են, մինչև գանք հասնենք շրթներքը, մազերի ներքը եւ այլն։ Բայց միայն ամուսնու համար չէ, որ պետք է գեղեցկնալ, չէ, ինչքան լավ նշեց Տիկին Գյուրջինյանը, որ շատ ճիշտ նշեց, խնդիր չի։ Տանը պետք է տեսնի գեղեցիկ եւ խնամված մորը տատիկին։ Դա շատ լավ է, դա ոչ ոք չի հերքում բոլորովին։ Եվ ասելով ես օրինակ խորհուրդ կտայի մեզ բոլորիս, տեսեք նկարում մենք տեսանք կինը աշխատում է գյուղում, այգում, արևիտակ առանց գլխարկի։
մեզանում ընդունված չի դա։ Նույն կողքի Վրաստանում կանայք պաշտպանվում են արևից, դա ոչ միայն դեմքի գեղեցկությունն է պաշտպանում, դա նաև առողջարար է, որտեղ մեր կիզիչ արևը անընդհատ երբ արևի տակ ես։ Դա նաև մեծ ռիսկ է։ Դրա համար խնդիր է, որ ես շատ կուզենայի, որ մեզանում էլ դա ընդունված լիներ եւ երևի սա պետք է հնչի նաև հեռուստատեսությունից։ Եվ մյուս խնդիրը, այո, դուք նշեցիք նաև ինտելեկտի մասին, եթե աչքերը դատարկ են, եթե կինը խոսում է եւ արդեն տեսնում ես, որ ներողություն դատարկություն է, այս դեպքում միայն արտաքին տեսքը միանգամից խամրում է եւ ոչ միայն կինը, տղամարդը նույնպես, հա։ Եվ այստեղ օրինակ ինձ անհանգստացնում է մի շատ լուրջ խնդիր։ Ես դասավանդում եմ համալսարանում, 2 համալսարանում եւ տեսնում եմ մի երևույթ, որը միայն մեզ համար չի, այսպես մոտ դա նաև ԱՊՀ որոշ երկրների համար կարծես թե ընդունված երևույթ է, որը կոչվում է գրականության մեջ որպես ինտելեկտի ֆեմինիզացում։ Հետաքրքիր երևույթ է, որ կարծես տղաների ուշադրությունը գիտությունից, կրթությունից հեռանալն է, կանայք շարունակում են մնալ գիտության մեջ, կրթության մեջ։ Անցյալ տարի, այսինքն այս հունիսին, դիպլոմների պաշտպանություն էր, այնքան ցայտուն էր երևում, տղաները գալիս էին առանց թուղթ մատի դիպլոմը դե կա այնտեղ կկարդան, ինչ որ մի բան ասեց, գնաց մի 3-4 ստանա, արդեն բավարար է։ Աղջիկները գալիս էին սլայդերով, ուրեմն PowerPoint-ով, ծայրից ծայր, բոլոր թվանշանները, որ նայում ես, սարու ձորի տարբերություն։ Եվ դա շարունակական է արդեն քանի տարի է ես դա տեսնում եմ։ Ուրեմն մեզանում հիմա ձևավորվում է երկու բևեռ՝ փողը, ուժը, իշխանությունը տղամարդկանց մոտ, գիտելիքը, ինտելեկտը կանանց մոտ։ Այդպես հասարակությունը ինչքան պետք է շարունակի։ Այսինքն արդյոք կարող ենք ասել, որ սովորական այն հայ կնոջ կերպարը արտահայտությունը ինձ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կա այդպիսի արտահայտություն, հայ կնոջ կերպարը ինչ որ առումով շեղում է ստանում արդյոք։ Դա ոչ թե կնոջ, դա հանրության կերպարն է, դերերի վերաբաշխում է տեղի ունենում։ Եվ այստեղ մենք լուրջ խնդիր ունենք, եթե լիդերը ընտանիքում, հանրության մեջ, մեզանում ընդունված է, որ տղամարդը պետք է լինի, նա պետք է օժտված լինի այնպիսի գիտելիքներով, այնպիսի ինտելեկտով, որ ազգը առաջ տանի։ Եթե ոչ, մենք գնում ենք դեպի маտրիարխատ։ Եթե ընդունելի է, ժողովուրդ ջան, գնում ենք ուրեմն։ Ես այստեղ օգնության կարիք իհարկե ունեի, սակայն առաջարկում եւս մեկ պահ մեր հայացքը բևեռենք էկրաններին եւ տեսնենք հանրության պատկերը։ Խնդրեմ։ Ըստ ինձ հայկին ամուսնությունից հետո ոչ լրիվացնում իրան։ Հայկինը պետք է իրան հետևի, որպեսզի ասենք թափթփված չլինի, որ իր կյանքը ավելի երջանիկ դասա, որ ընդհանրապես հայ տղամարդիկ են աչքները դուրս, հենց այդ փնթիության պատճառով։ Ես համաձայն եմ, որ պետք է կանայք իրանց առաջին իրանց նայեն, հետո մյուս գործերն անեն։ Ինչ իրան խնամի, ազիվ երեխեքին խնամի, ընտանիք պահի, աշխատի, բեր պահել ինչ իրան խնամի։ Մենք կարանք մեզի խնամենք, մատներս հողի մեջ կրկրվում ենք։ Եթե ինքը բնույթով այտենց լինի, որ իրան հետևող լինի, այնուամենայնիվ ժամանակ կգտնի դրա համար։ Ինչքան էլ որ զբաղված լինի, էլի։ Ժամանակ չի մնում, հազիվ հասնում ենք աշխատանք, տուն, տեղ, երեխաներ, թոռնիկներ։ Կնոջ էությունն է այդպեսին, ինչքան էլ ինքը զբաղված լինի, միևնույնն է ժամանակ կարողանում գտնի իր խնամքի համար։ Կինկա սիրում է խնամել իրեն, կինկա ոչ։ Դա անհատականությունից է կախված։ Եթե կնոջ անհատականությունը իրեն հուշում է, ինքը ինչպես վարվի ամուսնությունից հետո։ Կոնկրետ ես ամուսնանալուց հետո սիրում եմ ինձ խնամել։ Շատ ցավոտ կպակ։ Եվ աշխարհով մեկ կպակ։ Ես ձեզ ասեմ, հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Դուք ուշադրություն դարձրեք մեր ռեկլամներին։ Ինչ որ մի կազմակերպություն, մի ձեռնարկություն, մի այսպես ասած օլիգարխ հրավիրում է աշխատանքի գեղեցիկ եւ բարետես արտաքինով։ Բարետես արտաքինով, խնդիրը դա չի։ Ուրեմն 18-ից 22 տարեկան անպայման բարձրագույն կրթությամբ 3 լեզուներ իմացող, կոմպյուտերի վրա աշխատող,
ոտքերն էլ պիտի ականջներից սկսվեն։ Ինչ անեն այս երեխաները, որ պիտի բարձրագույն կրթություն ստանան, անգլերեն սովորեն պարտադիր, ռուսերենը մի կողմ են գցել, անպայման պիտի այսպես յուբկա հագնեն, որ իրենց բարետես ոտքերը երևա, եւ նրանց պաշտոնը ինչ պիտի լինի։ Եթե մենք այդպիսի ռեկլամ ենք անում, ինչ ենք ուզում կնոջից։ Կինը միայն մտածում է ոնց անեմ, որ միտեղ խցկվեմ աշխատելու։ Գոյության ապրուստի կռիվ։ Մենք տարեկան ունենում ենք 4-ից 5,000 բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները իրար հետ վերցրած, այդքան շրջանավարտ։ Որևէ մեկը խոսում է նրանց գործի տեղավորելու, որ նրանք միջոց ունենան, որ մի հատ շրթներ կառնեն գոնե։ Ուր են գնում աղջիկները։ Գիշերը դուրս եք եկել քաղաք։ Փոխանակ դրա մասին խոսենք, ասում եք գյուղի կնիկը պիտի շրթունքները ներկի։ Հասկացանք ով պիտի ներկի, նա պիտի ներկի, նրան չես կարա հետ պահես։ Լավ, ես փորձեմ մի փոքր շեղել։ Ներողություն եմ խնդրում։ Ով պիտի ամեն օր լոգանք ընդունի, նա ընդունելու է։ Դաշտից եկած կինը մտնում է հետո գոմ։ Տանը ոչ ջուր ունի, ոչ գազ ունի, ոչ լույս ունի։ Դե արի լողացիր։ Սառը ջրով էլ կինը չի կարա լողանա։ Եկեք մենք ավելի շատ համամիտեք երեխեք ինձ հետ։ Ապրեք։ Երբեք չգնաք այտենց մարդու մոտ աշխատելու։ Երբեք։ Չէ, գիտեք, եթե փորձենք անդադ խոսել խնդիրների մասին, ապա միգուցե երբեք էլ չհասնենք բացահայտել։ Տիկին Զովարդ, առաջարկում մի փոքր շեղվել։ Գիտեք, այսի մի հարց գանք էլի այս ձևական բանից։ Եկեք մի քիչ մտերմիկ խոսենք, մի քիչ սրտանց խոսենք։ Եկեք խոսենք։ Ես առաջարկում Տիկին Զովարդ, եկեք մի շատ կարևոր խնդրից խոսենք։ Եվ այ խոսեցիք նաև ընտանիքների պահպանման մասին։ Հիշում եք դուք ինքներդ ասացիք, որ շատերի տղամարդիկ դրսում են, նրանք մտածում են իրենց ընտանիքների պահպանման մասին։ Կամ դառնում են Նոյի ագրավ։ Ինչի։ Որտեվ գնում են այնտեղ այլևս ետ չգալու պայմանով։ Մի րոպե տղամարդիկ գնում են, միգուցե նրանց աչքը դրսում է միայն նրա համար, որ իրենց կինը խնամված չէր, այլ այնտեղ տեսան։ Հեքիաթ մի պատմեք։ Աշխատանք չկա։ Հեքիաթ մի պատմեք։ Բայց հնարավոր չէ այդպիսի բան։ Տղամարդը գնաց դրսում տեսա։ Տղամարդը ինչի այդքան հեռու գնում իր կնոջից, կողքը կա այդ ներկվածները։ Էլ խա գնում հասնի Ռուսաստան։ Հավանաբար ճիշտ չհասկացանք, այ երկրորդ, երրորդ ընտանիքի մասն է խոսքը։ Ասում են տղամարդու աչքը միշտ դրսում է։ Խոսքը Ռուսաստանի եւ միգրացիայի մասին չէ, այլ ընդհանրապես իր ընտանիքից դուրս, անընդհատ սիրեկան նոր սիրույթ փնտրելու մասին։ Պոլիգամ եք էլի, ով չգիտի։ Ով, ես։ Տղամարդիկ։ Ունեմ հրաշալի ընտանիք, սիրում եմ իմ կնոջը, հպարտանում եմ, որ իմ կինը նաեւ իմ սիրուհին է։ Ինչու՞մ է խոսքը։ Չէ, կարելի է ես պատասխանեմ։ Դե ասում եք դուք հիմա բոլորը կմտածեք։ Բանակումով ուրեմն Վիզբադեն քաղաքում փոխքաղաքապետը կիներ եւ իրեն կաբինետում շատ հետաքրքիր պաստառ էր կախված, կինը ինչպեսին պետք է լինի։ Խոհանոցում պետք է խոհարար լինի։ Ուրեմն այսպես բոլորը, հա, տանը մաքրուհի, գորնիչն է եւ այլն։ Անկողնում սիրուհի։ Իսկ ամուսնու, հա, անկողնում սիրուհի, դե արի ու կին դիմացի այդ ամեն ինչը պիտի իրականացնես, աշխատանքում որպես ձիու նման պետք է աշխատես եւ այլն։ Հա, երկեք։ Ներեցեք, եթե կարելի է վերջացնել։ Չմոռանաք։ Տիկին Ցոլվարդը ասել տղամարդը պոլիգամ է։ Գիտեք, ես կենսաբան եմ մասնագիտությամբ, կենսաֆիզիկոս, հա։ Իրոք, ինչպես եւ կենթանական աշխարհում հազվագյուտ տեսակներ, որ մոնոգամ են, մեծ մասը հատկապես ուրեմն արուները իրոք ուրեմն պոլիգամ են դրսևորում։ Եվ այստեղ խնդիր է, թե տղամարդու մոտ ենթագիտակցականն է աշխատում միայն, այդ դեպքում պոլիգամ է ակնհայտորեն։ Դա սոցիումն է, որ տղամարդու վրա դրել է մոնոգամիայի մոտեցումը, դա քրիստոնեությունն է դրել մոնոգամիայի մոտեցումը։ Եվ եթե պայմանները ստեղծվում են այնպեսին, որ նա պոլիգամիան է դրսևորում, ինչպես այսօր մեզանում ստիպված Հայաստանում այդ վիճակն է, տղամարդը դուրս է գնում երկար ժամանակով եւ դա արդեն պոլիգամիայի դրսևորում է, արդեն ստիպված նա դրսևորում է։ Ունենք սրա գիտական բացատրությունը, ես ուզում եմ ձեզ հարց ուղղել։ Կամ այն ինչ որ դուք ցանկանայիք ասել, չմոռանաք։ Արդյոք կինը չի կարող տղամարդու պոլիգամիան զսպել, բերել նրան մոնոգամիայի։ Արդյոք կինը այդքան հզոր չէ։ Ես կարծում եմ, որ
այդքան հզոր է եւ կարող է։ Բայց չէ, բայց դա էլ է գալիս Դե կինը շատ հզոր է։ Դա էլ է գալիս ինտելեկտից։ Ինտելեկտով մարդը երբեք երևի իրան թույլ չի տա նման բաներ։ Դուք եք ասել, չէ, որ տղամարդիկ արդեն գնում են դեպի հետ ինտելեկտը կորցնելով եւ այլն եւ այլն։ Հենց դա էլ բերում է նրան, որ իրանք բացի животные вот эти все բան, բացի դրանից իրանք արդեն ոչ մի бан չի հետաքրքրում։ Животный инстинкт и всё։ Ինքնահաստատումը այդ ոլորտում է գնում, ճիշտ է։ Ոչ արարման մեջ, ոչ ինտելեկտի մեջ, այո։ Իրավունք չունի։ Դա մասսայական չի, բայց այդ վտանգը կա։ Այդ животные ինստինկտները, որի մասին ստեղ խոսացում եմ, ինձ թվում է դա այդքան էլ լուրջ հարց չի, որովհետև իհարկե կինը կարող է ինչ-որ որոշ չափով դեպի մոնոգամիա բերի իր տղամարդուն, բայց ինչքան ինքը ավելի ճնշի իր տղամարդուն այդ հարցով, այդքան ինքը ավելի շատ է ուզենալու դեպի ազատության գնա։ Դրա համար ավելի լավ է երևի մի քիչ այդ ազատությունը տալ։ Այո, իհարկե, պարտադիր։ Ինչքան դու ովելին, ինչքան դու ճնշես, այդքան ավելի большой запрет рождает։ Պետք է ազատ լինի, թե չէ։ Ինչպես է։ Այդ դեպքում կինը իրեն ինչպես է դրսևորում։ Ճիշտ ասած, իմ կարծիքով պիտի ազատ լինի։ Օրինակ, ես ազատ եմ։ Բայց այդ ազատ լինելը չի նշանակում ոչ մի բան, այդ ազատ լինելը այդ մտքի թռիչքն է, դե ուր կտանի այդ մտքի թռիչքը այդ ազատության մեջ։ Այդ արդեն երկրորդ հարցն է։ Ես կարծում եմ, եթե մարդ ինտելեկտով է, այդ թռիչքը տանում է իրան դեպի հետաքրքիր բաներ, իսկ եթե ինտելեկտը պակասում է, արդեն Ստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, էլի կանա։ Ուժեղ կնոջ կողք ոչ մի տղամարդ չի դիմանում, այդ ինտելեկտի պակասն է հենց։ Ինչու ուժեղ տղամարդիկ դիմանում են։ Ուժեղ տղամարդը երբեք ուժեղ կնոջ հետ չի ամուսնանում։ Քանի որ այդ ուժեղ կինը Քանի որ Ես դեռ լսում եմ, ես դեռ խելոք լսում եմ։ Եթե մենք տեղափոխվում ենք այդ հարթություն, եթե մենք ներողություն տիկին Դանի, եթե մենք զրույցը տեղափոխում ենք այդ հարթություն, ուժեղ կին, ուժեղ տղամարդ, ով ուժեղ է նա իշխում է, եւ մենք ոչ մի տեղ ենք գնում։ Մենք ոչ մի տեղ չենք գնում դրանով, այսինքն հասնում ենք մի տեղ, որտեղ այսպես փակուղի է։ Մենք այդպես չպիտի առաջնորդվենք։ Պիտի առաջնորդվենք նրանով, որ կինը կին է, տղամարդը տղամարդ է, եւ պետք է լինի այդ երկուսի միջև փոխհմբռնում։ Ընդհանրապես դա պետք է փոխհմբռնում լինի, որպեսզի կարողանան այդ հարաբերությունները նորմալ իրականացնել։ Հիմա մի կինը շրթներքը շատ կքսի, թե քիչ կքշի, դրանք լրիվ 10-րդական կամ 100-րդական բաներ են։ Պետք է փոխհմբռնում լինի տղամարդու եւ կնոջ միջև։ Ճիշտ է։ Լրիվ համաձայն։ Դուք 40 տարվա մանկահորձ եք եւ մի պահ։ Ես այդքան բան ունեի ասել, ուղղակի այստեղ այդքան թեժ զրույց է, որ Լիանա, ես կարծում եմ մենք այն պահին պետք է ընդհատենք հաղորդումը, եւ դուք խոսեցիք մի շատ կարեւոր փաստի մասին եւ ընդհանրապես բոլորս այստեղ կարծես թե եկանք մի շատ կարեւոր փաստի, որ ցանկացած տղամարդու պետք է ազատ թողնել եւ միայն կնոջ հնարամտությունը եւ նրա գեղեցկությունը հոգեկան եւ արտաքին կարող է այդ նույն տղամարդուն հետ բերել հենց այդ նույն կնոջ մոտ։ Ոչինչ պետք չէ կանանց իրենց գեղեցկությունը պահպանելու համար, խոսքը գումարների մասին է եւ հարկավոր է այնուամենայնիվ գործածել իրենց ինտելեկտը, իսկ ինտելեկտը ունենալու համար պետք է նաեւ կրթվել։ Մի խոսքով կիրթ, գեղեցիկ եւ խնամված կին, միգուցե այստեղ է իդեալական ընտանիքը պահպանելու գաղտնիքը։ Խոսում ենք հայ կնոջ եւ ընդհանրապես կնոջ կերպարի մասին այսօր ազատ գործում։ Շնորհակալություն